Երեք ձեր լուսանկարով եւ ձեզ ուղղված տելեգրամյան գրառում էր արել եւ ասում էր, որ կհիշեք իրեն։ Սա որպես սպառնալիք եք ընդունել, չնայած գրառման հանդես եք եկել, բայց այնուամենայնիվ ինչ կարող է ձեզ անել Ալեն Սիմոնյանը։ Շատ բան ավելացնելու չունեմ գրառումում, որ արվել էր, դե ուղիղ սպառնալիք էր, բայց Ալեն Սիմոնյանը իրեն պահել է Ալեն Սիմոնյանի պես, ուղղակի դա չի կարող ավելի վիրավորել, քան ավելի վաղ օրինակ արցախցիների հասցեին արած հայտարարությունները, չի կարող ավելի վիրավորել, քան այն արարքները, որը իրենք արել են եւ որպես հետևանք ուղղակի չեն զգում, որ իրենց արարքները մարդկանց վրա այդ թվում նաեւ ավելի ծանր հետևանքներ են թողել, քան այն հայտարարությունը վիրավորական կամ սպառնալիքները, որ կարող են անել։ Շատ բան չունեմ ավելացնելու, ուղիղ սպառնալիք էր հնչել իհարկե, բայց ինչ կարող է անել Հայաստանին վնաս տալուց բացի ավելի ծանր բան, շարունակել վնաս տալուց չեմ պատկերացնում, չգիտեմ, եթե ինքը որևէ ավելացնելու կամ մեկնաբանելու բան ունի, կարող է ազատորեն ասել, ուզում ուղղակի ասել, որ արդեն 5-րդ տարին է իրականում ինչ կարողանում անում են, ու այստեղ բացառայնության սինդրոմ չկա, իմ մասին չէ խոսքը, միայն նկատմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ։ Հիմա եթե սպառնալիքային է, որ շարունակելու են ավելի մեծ ուժեղ թափով դա իրականացնել, հավատում եմ դրան, բայց մեր պարտականությունն էլ այդ ամեն ինչին դիմագրավելը, այս փուլը հաղթահարելն է, ավելի կենտրոնացած են դրա վրա։ Այս փուլում մենք տեսնում ենք, փորձում են բախումներ նաև ըստ էության հրահրվել Արցախի ժողովրդի եւ այստեղ ապրող քաղաքացիների միջև իրենց հայտարարություններով եւ Արցախի ժողովրդի հասցեին եւ իշխանությունների հասցեին քննադատությունները այս իշխանությունների կողմից չեն դադարում եւ վերջին հայտարարությունները զոր օրինակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը։ Նախ իսկապես պետք չի շփոթել Հայաստանում հակաարցախյան արշավ չի, Հայաստանում հակահայկական արշավ է, դրա մասն է հակաարցախյան արշավը։ Հայաստանում թիրախավորվում է ցանկացած բան, որը հայկական է, հայկական շահեր է սպասարկում կամ հայկական ինքնություն ու էություն ունի։ Մասիսարը արցախցի չի, բայց մենք թիրախավորվում է։ Այսինքն ցանկաց հայ առաքելական եկեղեցին, գերիները Բաքվի բանտում պահվող, կուսակցությունները ազգային, ուզում ասեմ, այս բաժանարար գծերի հիմքը մենակ Արցախը չի, ավելի լայն է ու ընկած է այստեղ բաժանիր որ տիրես պարակտման են քաղաքականությունը, որ մենք 18-ից տեսել ենք սևերն ու սպիտակները, հեղափոխականները եւ հակահեղափոխականները։ Հիմա Արցախահայերի դեմ հատուկ կազմակերպված ատելության քարոզ կա, դա պետական մակարդակով է հովանավորում, որտեղից ենք տեսնում, որտեղ իշխող ուժի падգամավորներն են այս խոսույթը տարածում, իշխող ուժի լրատվականները պաշտոնական էթնիկ զտման օրերին։ Այստեղ ենք մենք տեսնում, որ դա ունի պետական հովանավորություն, բայց ես ուզում եմ այստեղ հստակ լինի, սա այն է, ինչ ուզում է Ադրբեջանը։ Սա ներհայաստանյան օրակարգ չի, սա ադրբեջանական օրակարգ է, ու սա տեղավորվում է մեկ Իլհամ Ալիևի հրապարակած պահանջների մեջ, մեկ Նիկոլ Փաշինյանի հաստատած իրական Հայաստանի այդ կոնցեպտի մեջ, որը ոչ ավել ոչ պակաս արևմտյան Ադրբեջանի ռեբրենդինգն է։ Այս է Հայաստանում տեղ ունենում, պարակտել որտեղ կարող են եւ Արցախը այդտեղ կարևոր կետ է, որովհետեւ նախ Արցախը եղել է մեր միավորման առանցքը, միավորման ու հաղթանակի հիմքում ընկած եղել այդ միավորումը։ Հիմա պիտի պարակտեմ, որպեսզի հաղթանակները խլեն։ Ես ուզում եմ ուղղակի մեր ցանկացած հայրենակից, ով էս որևէ այդպիսի տեղեկություն է լսում համ արցախահայերի կամ ցանկացած իր հայրենակցին թիրախավորում, մի հատ հարցնի, այդ տեղեկությունը որտեղից է ինքը լսում։ Կամ ոչ որ անհայտ քաղաքից է լսում, անհատ օկտատերից է լսում, եւ հարցնի ում է պետք այս քարոզությունը։ Կհասկանա, որ թշնամուն է պետք եւ կհասկանա, որ այդ իրեն հասնող տեղեկությունները ուղղակի հիմք ու ապացույց չունեն։ Որ մեկը ուզում եք վերցրեք տարածվածներից եւ երկրորդը, դուք եթե նկատեք իրավիճակը մի քիչ Սյունիքում է սրվում, արդեն սկսում են նույնը բովանդակ արտահայտությունը կապանցիների հասցեին եւ այլն։ Ուզում եմ ասեմ, տպավորությունը, որ մենք արցախցիները մեր խնդիրն են, արցախահայերն հարցը, Արցախի հարցը փակենք խաղաղ կապրենք, դա միայն մտայնությունն է, որը ուզում է, որ մենք Ադրբեջանում ունենանք եւ ներկայ իշխանությունները այդ քարոզը տանում են։ Արցախը հարցը փակելով, արցախահայերին այստեղ բնակության համար ավելի վատ պայմաններ ստեղծելով միայն տուժելու է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր նաեւ ակցիա էր Արցախի ներկայացուցչության դիմաց, սա պատահական եք համարում, որ հենց այս օրերին, երբ որ այսպիսի լարված խոսույթ է Արցախի շուրջ, Արցախի ժողովրդի շուրջ, նաև Արցախի նախագահն է թիրախավորվում։
Ոչ միայն պատահական չեմ համարում, գիտեմ, որ հստակ կազմակերպված է, ցավոք սրտի այս ատելության քարոզի մաս են դառնում նաև արցախյան որոշ անհատներ, եւ դուք կտեսնեք ուղղակի ոնց է այս ակցիան օրինակ այսօրվա օգտագործելու իշխանական քարոզչական կայքերից սկսած մինչև ելույթներում, ընդհուպ մինչև ես հարցնում եմ, որևէ բան անելուց առաջ, եթե մենք պարզապես ինքներս մեզ հարցնենք, ում է սա պետք, ում ենք ինչով եւ ինչին ենք նպաստելու սա անելով, ամեն ինչ պարզ կդառնա։ Կպարզ կդառնա, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում, Երևանում, Արցախի ներկայացության դարպասները ջարդելը Ադրբեջանին է պետք։ Պարզ կդառնա, որ հիմա թիրախավորելը շատ խոցելի, առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող Արցախի ինստիտուտների հետ մնացորդները Ադրբեջանին են պետք։ Պետք է Արցախ վերադարձի նպատակը, երազանքը, կուզեք տեսլականը փակելու համար։ Ես ասում եմ, եթե մի բան կարող ենք պայմանավորվել մեր բոլոր տարաձայնություններով, մի կողմ թողնելով, եթե հայերով ուղակի պայմանավորվենք, որ թշնամական նարատիվները մեր երկրում չենք տարածում, այդ կոնտեքստում կտեսնենք, որ այդ թշնամական նարատիվների մեջ է մտնում Արցախի նկատմամբ ատելություն քարոզելը, Արցախի ներկայացությունը ու ինստիտուտները թիրախավորելը եւ կապ չունի ում ձեռքով են դա ասում։ Դրա համար էլ ասում եմ, զուտ արցախյան չի հարցը ավելի լայն է հակահայկական արշավի մասը։ Նաև քննադատվում է ընդդիմությունը, որ արցախցիների հարցը օգտագործում է ներքաղաքական հարցեր իրենց իշխանության գալու համար է օգտագործում, նաև շատ քննադատվեց, երբ որ վրան այցելեցին դաշնակցությունը, այս առումով ինչ կասեք, ասում են իշխանապողություն անելու համար փորձում եք այդպես օգտագործել նրանց։ Շփոթում եմ, որովհետև դաշնակցությունը ինչ անի, եթե ոչինչ չանի, մեկը նույնչափ թիրախավորվում է ու թիրախավորվում է ճիշտ այնպես, ինչպես թիրախավորվում է օրինակ Ադրբեջանի շինծու ռազմագերիներին դատելու գործում։ Նույն բառապաշարով, նույն կրքով դաշնակցությունը միշտ թիրախում է, կապ չունի ինչ անի։ Մի կողմից ասում են զրո ազդեցությամբ քաղաքական ուժ որևէ խնդիր մեր համար չի ստեղծում, մյուս կողմից առավոտից երեկո խոսում են դաշնակցության մասին, այդտեղ դրա համար եմ ժպտում։ Ինչ վերաբերում է Արցախի հարցը ներքաղաքական ինչ որ օգտագործում են, Արցախի հարցը մեր հարցն է։ Մեր հարցն է, մեր կարևորագույն խնդիրներից մեկն է Արցախ վերադարձի հարցը, Արցախայրի իրավունքների պաշտպանության հարցը։ Ամեն արցախցու այնպես անել, որ այստեղ մնան, ապրեն, արարեն, ստեղծեն, երեխաներ ունենան։ Չպիտի զբաղվենք այդ հարցով, ինչ է նշանակում, այսինքն քաղաքական ուժը որ հարցով զբաղվում է, կարող են ներկայացնել, որ իշխանություն ունենալու համար է զբաղվում։ Ինչն է տղաց։ Հույսեր եք տալիս, ասում եք կվերադառնաք Արցախ, բայց գիտեք, որ դա հնարավոր չէ, կարգավիճակ չկա եւ այս ամենը այսպես նրանց զգացմունքների վրա խաղալով փորձում եք դիվիդենդներ շահել։ Իսկ ով է հնարավորն ու անհնարավորոշում։ Նիկոլ Փաշինյանն եւ իր թիմի եթե լսենք, բացի Ալիևի պահանջները կատարելուց ուրիշ հնարավորություն չկա։ Ով է հնարավորն ու անհնարին է որոշում։ Հիմա ինչ հնարավորություն չկա, ոչ որևէ մեկ այնքան ռոմանտիկ չէ, որ մտածի, որ վաղ հնարավոր է Արցախ վերադարձ։ Բայց մենք համոզված ենք, որ իրավիճակի փոփոխությունով տարիներ հետո այդ հնարավորությունը կարող է բացվել։ Ինչ անենք, բոլոր դռները փակենք, դռներն ու պատուհանները հնարավորությունների առջև փակենք, իզոլանանք ու ասենք հնարավորություններ չկա։ Մենք խոսում ենք հնարավորինս ուժեղանալու, հնարավորությունների առջև դուռը չփակելու մեր իրավունքները պաշտպանելու համար, որ երբ հարմար պայմաններ լինեն, կարողանանք դա օգտագործել։ Գոնե այդ առումով կարող ենք տեսնել 94-ի Ադրբեջանը կարող էր մտածել, որ մի օր ինքը Արցախում իրավազորություն է հաստատելու։ Ինչ կլիներ Ադրբեջանի հետ, եթե փակեր բոլոր հնարավորությունների դռները ու վարեր այնպիսի քաղաքականություն, ինչպեսի Նիկոլ Փաշինյանն է վարում։ Ով է ասել, որ հնարավորություն չկա։ Մենակ վերջի 5 տարում աշխարհը որքան է փոխվել։ Այն Յակոբ Մինսկի խումբը, որ ասում են լուծարենք, որտեվ իրար հետ չեն խոսում։ Ընդհանրապես 2 տարի հետո հիմա իրար հետ ոչ միայն խոսում են, բանակցում են շատ կնճռոտ հարցերի շուրջ։ Ով է ասել։ Ինչ ու դրա համար են այդքան արագ ուզում լուծել, այսինքն ով կարող է կանխատեսել 5 տարի հետո մենք ինչ հնարավորություններ կունենանք կամ չենք ունենա։ Այդպես հերո չի են օրը, երբ կասեն Սյունիքը պահելու հնարավորություն չկա։ Մենք ասում ենք Սյունիքը պահելու հնարավորություն չկա, ինչ պիտի անենք։ Եթե Սյունիքը չհանձնենք, պատերազմ կլինի, ինչ պիտի անենք։ Այդ կարմիր գիծը որտեղ է միջև այդ հնարավորություն չկա դուռը փակելու։ Դրա համար ոչ թե խափում ենք, այլ անում ենք հակառակը, ինչ որ ուզում է մեր թշնամին։ Եթե հնարավորություն չկա Ադրբեջանը ինչի է ուզում որ մենք այդքան հուսալքվենք ու մոռանանք Արցախի հարցը փակենք, եթե հնարավորություն չկա։
Հետևաբար, եթե ուզում ենք հասկանալ ինչն է ճիշտ անել, պիտի նայենք ճշտամին ինչ է ուզում, անենք դրա հակառակը։ Դրա համար մեր իրավունքների համար պայքարը դուր չփակել հնարավորության համար պարտականությունն է մեր, որը անում ենք, եթե իրենք դա քաղաքական շարժում են համարում, ինչ ասեմ, թող իրենք էլ այդպեսի քաղաքական շարժումներ անեին, թող Ադրբեջանի պահանջները չկատարեին, Արցախի իրավունքների պաշտպանությամբ զբաղվեին, ու դա թող բան անեին, քաղաքական շահարկում պիտակավորեին, ասեին բանը, ձայներն ենք ուզում ստանանք կամ այլ։ Թող լուծեն այդ խնդիրները, ես հստակ եմ ժողովրդին այդ շնորհակալ կլինի։ Խնդիրները չեն լուծում, ով իր ուժերի ներածին չափով ուզում է այդ խնդիրները լուծել, գերիների հարցի մասին է շարունակում խոսել, ասում են քաղաքական շահարկում, այդպես ոնց